կարող ենք ակնկալել պատիվ ունեմի հետ նախատեսված բանակցություններից եւ արդյոք կգաք ընդհանուր հայտարարի Տեսեք, Հայաստան խմբակցության եւ Հայաստան դաշինքի հայտարարությունների մեջ ամեն ինչ ասված է, խոսքը եթե գնում է, ուրեմն վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական այսպես նորմին։ Մենք ասել ենք, որ իրավական բոլոր հիմքերը կան վարչապետին անվստահություն հայտնելու, իսկ իրավական հիմքերը դա նրանց տված խոստումներն են, կառավարության ծրագիրն է վերաբերող բոլոր ամեն ինչին եւ հատկապես Արցախի անվտանգության երաշխիքը լինելու համար։ Նրանք դա չեն իրականացրել։ Գումարած դրան մենք ասել ենք, որ իմպիչմենտի համար պարզ մաթեմատիկական հաշվարկ կա եւ մենք պատրաստ ենք այդ շրջանակներում, եթե համապատասխան թվականակ հավաքվում է, Ձեր 28 թմիացնելու եք, պարզ ասեք, այո կամ ոչ։ Մենք մեր 28 Երբ որ պարագայում եք տալիս ձեր 28 հարցը տվել եք, թողեք պատասխանեմ։ Վերջին հայտարարության մեջ մենք ասել ենք հետևյալը, որ մենք պատրաստ ենք մեր 28 ձայնը տալ եւ լրացնել այն ուժերին, որոնք որ կարող են իմպիչմենտը նախաձեռնել։ Դրա համար նաև այն ուժերի մասին հիմա լսեք, հարցը տվել եք, թույլ տվեք պատասխանեմ։ Եկեցում ենք ուզում, պարոն Օհանյան, 3 օր է Հայաստան։ Վաղը մենք հանդիպելու ենք։ Ձեր 28-ը արկա 6-ին տալու եք։ Մենք վաղը հանդիպելու ենք եւ այդ շրջանը պատիվ ունեմի հետ հանդիպելու ենք եւ քննարկելու ենք այդ բոլոր խնդիրները եւ կգանք ընդհանուր եզրակացության։ Ինչ? Դիտումների կգնաք, թե այդ հայտարարությունը վերջնական է լինելու, պարոն Օհանյան։ Ինչ հայտարարությունը վերջնական։ Վաղը մենք հանդիպելու ենք եւ մենք ասել ենք, լսեք, վաղը մենք հանդիպելու ենք այնտեղ որտեղ որ նախատեսել ենք։ Իսկ դուք առանձնատուն եք Սևանում։ Ոչ։ Պարոն Օհանյան, դատախազությունը ինչ քրական վարույթ է նախաձեռնել։ Հերթական շոուն են ուզում կազմակերպել այսօրվա մեր հանրությունը շեղելու մեր առջև ծառացած հիմնական խնդիրներից։ Շնորհակալություն։ Թեմային Նիկոլ Փաշինյանի գրառումներով արշավը դուք դիտարկում եք որպես նախընտրական քարոզարշավ երկրում ամենաբարձր վարկանիշն ունեցող կառույցի եկեղեցու դեմ։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր գրառումները դուրս են բարոյական նորմերից եւ երկրի ղեկավարը չպետք է իրեն այդպես պահի, հատկապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ գտնում եմ, որ իրենք այս քայլերով հարված են հասցնում եկեղեցուն, շեղում են մեր հանրությունը, իհարկե նաև այս քայլերի մեջ որոշակի նախապատրաստություն են իրենք տեսնում նախընտրական գործընթացներում իրենց խնդիրները կատարելու